Բարի լույս, եթերում առավոտը շանթումն է։ Այսօր նոյեմբերի 19-ն է չորեքշաբթի, մենք աշխատում ենք ուղիղ եթերում, աշխատանքային բոլոր օրերին մինչև կեսօր։ Մնացեք մեզ հետ, այսօր եւս ու հաստատ դրական տրամադրության պակաս չեք ունենա։ Լսելու ենք լավ երաժշտություն, մինչև կանցնենք արդեն ավելի կարևոր թեմաներին։ Այո, եւ այսօր ասենք, որ տղամարդկանց համաշխարհային օրն է, չզարմանաք, բայց այսպիսի օր եւս օրացույցում կա, այնպես որ ձեր կյանքի տղամարդկանց կարող եք շնորհավորել։ Այն էլ երկու օր կա, տեսեք, ուրեմն նոյեմբերի 19-ը տղամարդկանց համաշխարհային օրն է, որ առաջին անգամ նշվել է Տրինիդադ Տոբագոյում, եւ կա տղամարդկանց միջազգային օր, որը նշվում է նոյեմբերի առաջին շաբաթ օրը, եւ այն աշխարհի օրացույցում հայտնվել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայել Գորբաչովի ջանքերով։ Միխայել Գորբաչովը այս առաջարկությունը արել է 2000 թվականին, այսպես ասած անցյալի մնացորդ փետրվարի 23-ին, որպես հակակշիռ նա առաջարկել է վերջ դնել տղամարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքին եւ պատվել նրանց անկախ այն հանգամանքից կատարել են զինվորական պարտք հայրենիքի առջև, թե ոչ։ Դե ինչ, շնորհավորենք տղամարդկանց եւ երաժշտությունը նրանց պատվին։ Գնացինք։ Իդեպ Սևակ Ամրոյանը, Անդրեն, Սուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը, ազգային երգիչ երկու նախագծի Անի Խարատյանը, Սամվել Մալոյանը, հայ սուպերստար 6-ի ֆինալիստներ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը եւ Մինասը երաժիշտ Արմեն Ձամուկաշվիլիի հետ միասին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայտնի Ալեքս համերգասրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նորովի ներկայացմամբ անմոռանալի պահեր կպարգևեն ձեզ սիրելի հանդիսատես։ Սա իսկապես շատ երկար սպասված համերգ է, այնպես որ տոմսերը կարող եք ձեռք բերել on-line Ticket.me կայքից կամ զանգահարեք 818 265 0506 հեռախոսահամարով, շտապեք ձեռք բերել, վստահ եմ այնքան ենք մենք ամեն առավոտ ձեզ հիշեցնում, որ արդեն շատերը, այո, չի մոռանա, շատերը ձեռք են բերել տոմսերը։ Իսկ մենք անցնենք առաջ եւ խոսենք եղանակի մասին։ Օդի ջերմաստիճանը բարձրանում է, զարմանալի է մի տեսակ, բայց տեղումներ չեն սպասում Արարատյան դաշտավայրում լուսաբացին կլինի կարճատև մառախուղ, մայրաքաղաքում ցերեկը 16-ից 18 աստիճան տաքություն է սպասվում։ Այս պահին առաջարկում ենք առավել մանրամասն ծանոթանալ եղանակի տեսությանը։ Հավանաբար դուք էլ երեք դժվարություններ եք ունեցել տարբեր կայքեր այցելելիս, բանն այն էր, որ ամերիկյան Cloudflare ծրագիրը ծառայությունը խոշոր խափանման պատճառով դադարեցրել էր աշխարհի մի շարք կայքերի աշխատանքը, դրանց թվում էր Spotify-ը, երաժշտական հոսքային ծառայությունը, X սոցիալական ցանցը եւ մի շարք խաղային, այսպես ասած, հարթակներ կասեցվել էին, նաեւ սոցցանցերի վրա էր դա ազդեցություն ունեցել։ Որոշ
Որոշ օգտատերեր հայտնել են ChatGPT նեյրոնային ցանցի մոդելին առնչվող խնդիրների մասին, Cloudflare-ն արդեն հայտարարել է։ Խնդրի կարգավորման մասին եւ այդ խնդրի կարգավորման մասին հաղորդակցություն է նաեւ տարածվել, հարձակման ոչ մի պատճառ չի եղել, ուղղակի եղել է տեխնիկական խնդիր, այսինքն տրաֆիկինգ բնական ցածկի պատճառով։ Իրականում այո, տրաֆիկը բավականին մեծ է, որովհետեւ ժամանակի հետ կայքերը ավելի շատանում են եւ այդ խցանումը չայկերթավոր երեք հենց դրա մասին էի կարդում, որ այնքան է ցանցը ծանրաբեռնվում, որ մի տեսակ խցանման է նմանվում եւ արդեն ժամանակն է, որ ինչ որ նոր բաներ մտածեմ, հետո նախորդ տարի եւս հիշում եմ, էլի եղավ թե տարի էր, էլի այսպիսի խնդիր եղավ, բոլոր ծառայությունները, անգամ այդ ժամանակ նաեւ բանկային տարբեր ծառայություններ էին տուժել։ Այո, ժամանակն է նաև խոսել քաղցրավենիքից, մեր շատ սիրելի քաղցրավենիքը, որն ամեն օր մեզ հյուր է գալիս, հատկապես, որ այսօր շատ հետաքրքիր ու համեղ բաղադրատոմս ունենք Լիկա Մեսրոպյանից։ Dolce Lika շատ շոկոլադե տորտ, ես որպես շոկոլադի սիրահար հենց մտրամադրվում եմ եւ նայեմ, այնպես որ դիտենք, միասին սովորենք եւ չմոռանանք պատրաստել ու Լիկային հարցեր գրել, որովհետեւ հիշեցնենք, որ ամեն ուրբաթ Լիկան այցելում է մեզ եւ պատասխանում է հենց ձեր հարցերին։ Այսօր պատրաստելու ենք շատ շոկոլադային տորտ։ Վերցնենք 4 բաղադրիչները եւ 10 բաղադրիչները առանձին։ Ալուրը, շաքարավազը, 1 թեյ գդալ սոդա, 1.5 թեյ գդալ փխրեցուցիչ, մի քիչ աղ, մի քիչ վանիլ։ Առնում ենք մաղով անպայման անցկացնում կակաո, տեսեք ինձ մոտ ինչքան մուգ կակաո է։ Լավ խառնում եք, այստեղ ավելացնում ենք աղ եւ ձեր լավ չի սովորել դասես կարդացի։ Կամաց, որպեսզի դեմբեր չլինեն։ Թեթև խառնում եք, ավելացնում եք ձեթը եւ անմիջապես 2 ձու։ Գեղեցկություն, երմանջերի մեջ 1 թեյ գդալ սուրճ, կարող եք այստեղ անել նաև էսպրեսո։ Խառնում ենք։ Ռիպսիկ շանթիվիով քեզ կնայես, ջրի ձենը կլսես։ 22 դրամագծով վերցնում ենք 2 ձևաման, յուղաթուղթը մեջն է արդեն, որքան ջրիկ է, բայց դա նորմալ է։ Կեսը, այստեղ եւ թխում ենք 175 աստիճան, մինչև թխվի։ Ստուգում ենք չոպիկով։ Ինչու ժամը չեմ ասում, որովհետև ամեն մեկը ունի իր ջեռոցը, իր ժամը, իր ջերմաստիճանը։ Ուրեմն վերցնում ենք 33% կամ 33-ից բարձր սերուզ, տաքացնում ենք, բայց չենք եռացնում։ Շաքարավազ, մուգ, սև շոկոլադ, կարագը մանր կտրատեք, որ չտանջվեք։ Լցնում ենք եւ արագ խառնում։ Վանիլ։ Դնում ենք սառնարան, բայց չենք թողնում, որպեսզի շատ սառի։ Եղավ ռիպսիկ։ Շոկոլադասերներ հարցակվեք։ Իսկ հիմա գովազդ շանթի եթերում։ Մենք չգիտեմ, ես էլ չեմ կարողանում դիմադրել ամեն անգամ Լիկայի թողարկումները նայելուց հետո, այնպես որ գնացինք դիտենք գովազդ, մենք էլ տրամադրվենք, որ նորից շարունակենք եթերը։ Վերադարձանք տաղավար, բայց երկար չենք մնալու, գնում ենք լսենք երաժշտություն, բայց մնացեք ձեզ հետ շատ հետաքրքիր զրույց է։ Մնացեք մեզ հետ, շատ հետաքրքիր զրույց է սպասում։ Ձեզ համար։ Բայց նաև կապում
ու փոթորիկ սրտում մեր գարուն է միշտ և սեր ու խայտան բայց նաև կավիշտ ցավ ու ահասան ուր եք տղաներ որ ելակ մարդի ինչու կյանք ու սեր դարձան մահավեր ձեռքով տամարդի օ չենք թողնի վարվի մի նոր հրդեհ կռվի և ինչ եղավ ձեզ հետ մեզ հետ էլ կատարվի օ չենք թողնի վարվի մի նոր հրդեհ կռվի և ինչ եղավ ձեզ հետ մեզ հետ էլ կատարվի ով մարդկանց համար կյանք է զոհել թան ամեն տեղ համբույր ու սեր և բախտ ու հույսեր բայց ամենը այս դուք չեք տեսնի ուր եք տղաներ որ ելակ մարդի ինչու կյանք ու սեր դարձան մահավեր ձեռքով տամարդի օ չենք թողնի վարվի մի նոր հրդեհ կռվի և ինչ եղավ ձեզ հետ մեզ հետ էլ կատարվի օ չենք թողնի վարվի մի նոր հրդեհ կռվի և ինչ եղավ ձեզ հետ մեզ հետ էլ կատարվի Շնորհակալ եմ Վերադարձանք տաղավար և արդեն հասցրել ենք հյուրընկալել մեր հյուրերին Ավետիք Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների շրջանակում այս տարի մեկը մեկից հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել և դեռ շարունակում են տեղի ունենալ։ Մեր տաղավարում է Աննա Սարոյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող և Ալա Սահակյանը դերասանուհի երգչուհի։ Ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում։ Աննա, դե պատմեք, տեսնենք, թե ինչքան մեծ միջոցառումների շարք եք ունեցել և էլ ինչ է մեզ սպասվում այս տարի։ Դեռ նախորդ տարվանից մեկնարկեցին Իսահակյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումները և տարին բավականին հագեցած էր։ Մի շարք կարևոր միջոցառումներ տեղի ունեցան, տարին սկսվեց Լայպցիգում հուշատախտակ տեղադրելով, որտեղ սովորել է մեծ բանաստեղծը։ Այնտեղ նաև տեղի ունեցավ Աբուլալա Մահարի գրքի հայերեն-գերմաներեն գրքի շնորհանդեսը։ Դրանից հետո միջոցառումները շարունակվեցին նաև Փարիզում, Ինալկոյի համալսարանում մեծ գիտաժողով տեղի ունեցավ նվիրված Իսահակյանի ծննդյան 150-ամյակին և հայերեն-ֆրանսերեն արդեն Աբուլալա Մահարի գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ։ Բոլորովին վերջերս տեղի ունեցավ ուրեմն նամականիշի շնորհանդես Իսահակյանի դիմապատկերով և նաև Կենտրոնական բանկը թողարկեց ոսկե հուշամեդալ և նաև հայերեն պարսկերեն Աբուլալա Մահարի գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ և տարվա ավարտին դեկտեմբերին տեղի կունենա նաև մեծ գիտաժողով Իրանում։
Մի քանի օրից Վենետիկում Մխիթարյան միաբանությունում տեղի կունենա կրկին մեծ գիտաժողով նվիրված Իսահակյանի ծննդյան 150-ամյակին։ Եվ դրան զուգահեռ նաև բոլոր միջոցառումները, որոնք տեղի ունեցան Հանրապետության ողջ տարածքում, նաև Երևանում կայացած գիտաժողովը, որը 4 օր տևեց, վերջինը տեղի ունեցավ բանաստեղծի հայրենի քաղաքում Գյումրիում։ Թանգարանների հետ կապված մենք շատ հաճախ անդրադարձ ենք ունենում ու միշտ այս հարցը շատ հետաքրքիր է ինտերակտիվության հետ կապված, որովհետև ժամանակները առաջ են գնում եւ ներկայիս ավելի երիտասարդ այցելուներին գրավելու համար գուցե ինչ-որ հնարքներ են պետք, որոնցից մեկը օրինակ ինտերակտիվությունն է կամ ինչ-որ մուլտիմեդիայի տարբերակներն են, թանգարանը այդ ուղղությամբ ինչ-որ նախաձեռնություններ, նախագծեր ունի, թեկուզ հենց 150-ամյակի շրջանակում։ Այո, մինչ այտելուն էինք, 150-ամյակի շրջանակում ունենք նաև նախնոր ցուցադրության բացումը թանգարանի գրական հատվածի, որը բավականին հետաքրքիր ու ժամանակակից է, եւ բացի այդ տարբեր ֆիլմեր, մուլտֆիլմեր, կրթական ծրագրեր, որոնք 10-ից ավելին են, ամբողջը այդ թանգարանի ծրագրում են եւ բավականին հետաքրքիր երեխաների համար, այսինքն իրենք անձամբ են մասնակցում այդ ամեն ինչին, ոչ միայն խոսք ու զրույց է լինում, նաև խաղարկային է լինում, հետաքրքիր, բոլորովին վերջերս նաև սկսել ենք այսպես տուրեր իսահակյանական վայրերով համագործակցելով գրաճամփորդ գրական մշակութային ընկերության հետ եւ մայրաքաղաքում եւ Գյումրիում, որտեղով որ ժամանակին անցել է վարպետը, նաև այդպիսի հետաքրքիր տուրեր ենք կազմակերպում եւ ավարտը տեղի ունենում տուն թանգարանում, որտեղ այցելուները համտեսում են վարպետի սիրելի կաթով սուրճը եւ շաքար չորակին, քաղցրավենիքը իր սիրելի։ Աննա, այ խոսեցինք հուշատախտակից, Գերմանիայում ինչքանով են ծանոթ Իսահակյանին, ինչքանով են ծանոթ այն տարածքին, որտեղ բնակվել է Իսահակյանը։ Որքան էլ որ զարմանալի է, գիտաժողովի ընթացքում բավականին հետաքրքրությունը մեծ է եղել եւ ծանոթ է եղել գերմանացի ընթերցողը Ավետիք Իսահակյանին։ Այնտեղ նաեւ մեր թիմը մասնակցել է գրքի տոնավաճառի, որտեղ մեր գրքերից էլ բավականին վաճառվել են, իհարկե հիմնականում հայ հասարակությունն է գնել, բայց գերմանացիներն էլ հետաքրքրված էին, մանավանդ որ թարգմանվեց արդեն Աբուլ Ալամահարի պոեմը գերմաներենով, եւ բացի այդ մենք մի հրաշալի ֆիլմ ունենք Վարպետը, որը թարգմանված գերմաներենով այնտեղ ցուցադրվեց եւ արձագանքը բավականին լավ էր։ Այ խոսեցին գիտաժողովների մասին, նաև մի քիչ ինտերակտիվության անդրադարձանք, գիտեմ, որ ներառված է նաև ներկայացում, այ մի քիչ ավելի մանրամասն կպատմեք հենց ձեր ներգրավվածության մասին եւ ներկայացման մասին։ Երբ որ որոշվում էր 150-ամյակի ծրագիրը, մենք առաջարկ ստացանք ներկայացում անելու Իսահակյան թանգարանում եւ հրաշալի մի թիմ ձևավորվեց ի գլխավորությամբ Քրիստինե Ասերյանի, որը ներկայացման հեղինակն է եւ ռեժիսորը, 4 հեքիաթներից միքսված ինտերակտիվ հետաքրքիր ներկայացում է, որի գլխավոր եւ առանցքային կերպարը ես եմ, վարում եմ ներկայացումը, պատմում եմ, ցուցադրում եմ եւ երեխաներին փորձում եմ շատ հետաքրքիր եւ մատչելի եւ ուսանելի ձևով ներգրավել իսահակյանական հեքիաթային աշխարհին։ Եվ ունենք շատ հետաքրքիր գեղեցիկ տիկնիկներ, որը Նարինե Զորաբյանն է արել եւ Սուսան Նահախնազարյանի նկարչական ձևավորումը, ինչպես նաեւ Էլլա Դասայադյանի հրաշալի երգերը, որոնք գրվել են մուլտֆիլմ, անիմացիաներ, մի խոսքով բավականին լուրջ աշխատանք տարանք, որպեսզի կարողանանք հետաքրքիր նորովի ինտերակտիվ այնպիսի մի նոր պրոդուկտ ստանալ թանգարանում եւ արդեն վստահ կարող ենք ասել թատրոն թանգարանում այդ ձևաչափ արդեն կա։ Մենք շուրջ արդեն 8 ներկայացում խաղացել ենք, պրեմիերան հոկտեմբերի 25-26-ին էր եւ շարունակում ենք խաղալ։ Ես երեխաները շատ հետաքրքիր ձևով կարողանում են ներգրաված լինել, ես ինքս իրենց անընդհատ պահում եմ իմ առանցքում, ներկայացման ընթացքում, բեմը փոխում եմ, բեմը անընդհատ փոփոխությունների է ենթարկվում եւ իրենց անընդհատ այդ պահելով իմ դիտակետում կարողանում եմ այդ 4 հեքիաթների միքսը փորձել տեղ հասցնել եւ մանավանդ որ մեր
այսպես ասած ներկայացումը սկսվում է շրջայցով։ Դա էլ մի շատ հետաքրքիր կետ է, որ երեխան մուտք է գործում թանգարան, մենք կատարում ենք մի փոքրիկ շրջայց այդ հուշային մասում եւ բարձրանում ենք վերև եւ որտեղ նրանք անսպասելիորեն հայտնվում են հեքիաթում, նույնիսկ չեն ենթադրում, որ ես դերասան եմ, որը պետք է ներկայացնի։ Շատ գեղեցիկ, գունային, ես կարող եմ ասել, որ այս ներկայացումը շատ մրցունակ է նաև կարող եմ ասել մյուս թատրոնների ներկայացումից, եթե ինչ-որ տեղ նույնիսկ ավել չէ, իր արած աշխատանքով, ծավալով, ուսուցողականությամբ եւ երեխաների հիացած եւ ուրախացած դուրս են գալիս կարևորը եւ ունենք հանդիսատես, որ արդեն մի քանի անգամ եկել է նայել այսպես շատ անմիջական կերպով։ Ես ուզում եմ ասել, որ ներկայացումը թանգարանում խաղում ենք շաբաթ-կիրակի օրերին եւ բնականաբար նոր տարվա օրերին մենք գուցե կունենանք ամեն օր արդեն ներկայացումը, ուրբաթ շաբաթ Կիրակի այս ուրբաթ-շաբաթ Կիրակին կխաղանք, այնպես որ տոմսերը բավականին մատչելի են համեմատած, որ մենք ունենք շրջայց եւ ներկայացում եւ երեխաները իրենց հետ կտանեն իսահակյանական այն գեղեցիկ իմաստությունը, որը մենք փորձել ենք երեխաներին այնքան հետաքրքիր եւ անհրամատչելի ձևով ներկայացնել, որ երբեմն թվացող իսահակյանական այդ բարդ այդպես խորիմաստ մեծերի համար հեքիաթները շատ դյուրամատչելի դառնա եւ բայց ոչ պարզունակ։ Այսպես ասեմ, որ այս ուրբաթ շաբաթ Կիրակի եւս խաղում ենք եւ այդպես շարունակ եւ նոր տարվա օրերին էլ հետաքրքիր էլի նույն ձևաչափը կունենանք, այնպես որ մեր ծնողներին սիրով հրավիրում եմ երեխաներին բերեն, առաջին անգամ գուցե թանգարանում այց կունենան, կշրջեն, կտեսնեն, կծանոթանան եւ մեր գեղեցիկ ներկայացման հետ նաեւ կառնչվեն այդպես։ Ինչպես արդեն նշեցիք, ներկայացումը բավականին այսպես գրավել է մարդկանց, հետաքրքիր է արդյոք սա կդառնա արդեն ամբողջական ծրագրի մի մասը թանգարանի, միգուցե հետագայում էլ նորից բեմադրվեն էլի ներկայացումներ։ Ես գիտեմ, որ թանգարանը ծրագրեր ունի հետաքրքիր, բայց մենք քանի որ որոշել ենք ժամանակին ամեն ինչ հայտարարել, գուցե հետագայում ունենա ռեպերտուար արդեն թատրոնի նման, բայց սա արդեն հիմնովին մտավ թանգարանի, այսպես ասած, առաջին լուրջ ներկայացումն է մանկական, որը արդեն իր տեղը գրավեց թանգարանի ծրագրում։ Երեխաները մի քիչ ավելի պահանջկոտ հանդիսատես են, այ հետաքրքիրը Իսահակյանի հեքիաթներն էլ նաև տարբեր տարիքում կարդալուց իրենք բոլորն այլ կերպ ես հասկանում, ինքը նաև մյուս կողմից շատ բազմաժանր ստեղծագործող է, այ երեխաների հետ աշխատանք ոնց է ստացվում։ Ես երկար փորձ ունեմ երեխաների եւ մանկական ներկայացումների խաղալու, ասեմ, որ ինձ համար միշտ կարևոր է եղել կրտսեր հանդիսատեսը, որովհետեւ երբեմն երեխաներ են գալիս, որ առաջին անգամ են գալիս ներկայացում, իրապես չգիտեն թատրոնն ինչ է, գուցե չեն հասցրել դեռ գնալ ուրիշ թատրոններ եւ պետք է կարողանաս իրան սիրահարեցնել թատրոնին, պետք է կարողանաս այնքան գրավիչ ու հետաքրքիր պատմել, որ եւ հեքիաթը հասկանա եւ մինչեւ վերջ քո հետ գնա եւ իմաստությունը տեղ հասնի եւ այդպես այդ իմաստով ինձ համար հաճելի է իմ հանդիսատեսը, որ երեխաներն են, ես իմ ներդրումով հասկանում եմ ինչ մեծ ուժ եւ ինչ կարեւոր գործ ունեմ անելու իրենց քրթական գոնե այդ մի ժամանոց գործի մեջ եւ դա վկայում է ծնողների գոհունակ աչքերը, որ վերջում շնորհակալություն են հայտնում, որովհետեւ ամենակարևորը հենց իրոք երեխաներն են, իրենք էլ շատ ուշիուշով հետևում են, այդ ինտերակտիվությունը այնքանով է լավ, որ երեխային թույլ ես տալիս քեզ հետ կոնտակտի մեջ մտնել, հարցեր ես տալիս, պատասխանում ենք, մենք ամփոփում ենք ինչ տեղի ունեցավ եւ ինչ պիտի լինի, երբեմն երեխաները արդեն կռահում են, այ կգնաս դու հիմա էս կլինի, այն կլինի, դու հիմա կբացես այս ինչը, ես հասկանում եմ, այդ ակտիվությունն է բուրն է լինում, որովհետեւ ազատությունը լավ է, ես իդեպ շատ սիրում եմ այդ մասը մեր ներկայացման, որովհետեւ երեխաները երբեմն գնում եմ, գիտեմ, թատրոն, ստիպված են իրանք առանձնացված են դահլիճից, բեմից, դերասանից, այստեղ հնարավորություն է քեզ հետ շփվելու ու մի տեսակ նույնիսկ ակտիվ պարտավորվածություն ունեն ամեն
հարցին պատասխանելու, հա, ու երբեմն զգում ես, որ երեխան սկզբից գալիս է փակ, չգիտի ուր է եկել, ինչ տարածք է, վերջում արդեն փաթաթվում գրկում, զգում ես, որ երեխայի համար շատ կարևոր էր հենց այդ ձևի ներկայացումը, որ իրեն չառանձնացնես, թողնես հանդիսատեսի շարքերում, դու էլ լինես բեմի վրա, այդ կոնտակտն է։ Մենք շատ ենք խոսում վերջերս, որ սերունդները փոխվել են, երեխաները այլևս այն չեն, ինչ այն ժամանակ են, ոմանք համամիտ են եւ ասում են էլ ավելի լավն են, ոմանք ասում են ոչ։ Ձեր կարծիքով ինչպիսին է հիմիկվա սերունդը եւ արդյոք ճանաչում են բոլորը Իսահակյանին, սա մի շատ կարեւոր հարց։ Ես ասեմ, որ շատերը երբեմն որ հարցեր եմ տալիս, մենք այնտեղ ունենք ինտերակտիվ մաս, միջև ներկայացումը սկսելու եւ ընթացքում, զգում եմ, որ երեխաներ կան, որ այո, կարդացած են, նույնիսկ ինչ որ հատվածներ են սովորել, տանը երևի ասել են, որ պիտի գնանք Իսահակյան, պատրաստ են արտասանելու, բայց իհարկե այդ ձևաչափը չի, որպեսզի մենք հանդեսի վերածենք, այդպես, բայց զգում եմ շատ խելացի երեխաներ ունենք, շատ եւ դա պետք է զարգացնել ինչ խոսք, որովհետեւ մենք շատ խորամանկ ձևով նաև հեքիաթի մեջ ցույց ենք տալիս, որ այ տեսեք, այս կոմպյուտերային խաղերը այդքան էլ լավ չի, կամ ինչն է ավելի լավ, ինչն է կարևոր, որ հերոսը հաղթեց, որով ավելի շատ էր գրքին նվիրված, կարդում էր, խելացի էր, բարեհամբույր էր եւ բարի էր, չգիտեմ, այսպես նպատակներն էին, այսինքն նաև դասերակցական ուղղություն ունի ներկայացում իր մեջ, այդպես փոքրի շատ է, եւ երեխաները նույնիսկ այդտեղ հետաքրքիր մի պահ կար, որ Իշում եմ հանդիսատեսի մեջ մի երեխա կար վերջում, որ ամփոփում եք երեխաներ լավ սովորեք եւ այն այնքան այն որ անկեղծ ձևով մտեի ախր ասեց ստիմուլ չկա որ լավ սովորեն երեխաները ասեք ինձ այդ ստիմուլը դե հիմա ուզում եմ ասեմ այդպես երեխաներ կան կիսվում էր էլի ինձ բայց ուզում եմ ասեմ լավ է չէ շատ լավն են մեր երեխաները շատ եմ սիրում ամեն անգամ ես ինքս լիացած եմ գնում որովհետեւ այդ փայլող աչքերը ինձ շատ ոգևորում են Այ խոսեցինք նաև գիտաժողովների մասին, հետաքրքիր է ինչ որ նոր բացահայտվող, նոր բացահայտված փաստեր կան, որովհետև անընդհատ Իսահակյանի հետ կապված ինչ որ նոր ինֆորմացիաներ են ի հայտ գալիս, ինֆորմացիաներ կան, որ գուցե բոլորը գիտեն, բայց օրինակ ես չգիտեի, օրինակ Թեհլերյանը երբ որ սպանեց այս կողմում կանգնած է եղել Իսահակյանը եւ ասել է եթե դու դա չանես, ես կամ գուցե շատերը սա ավելի վաղ գիտեին, բայց օրինակ իմ համար սա նորություն էր, երբ որ ես կարդացի, արդյոք սա նորություն է թե ոչ եւ էլի ինչ որ նոր բացահայտված փաստեր կան, թե Իհարկե, մենք ինչքան որ ուսումնասիրում ենք, այնքան ավելի շատ նոր բաներ ենք գտնում վարպետի կյանքի մասին, ինչպես ասացիք Թեհլիրյանի հետ կապված, ասեմ ավելին, որ Ժնևում Նեմեսիսի այդ գաղտնի փաստաթղթերը հենց Իսահակյանենց տանն են կազմվել եւ հենց նրան է հանձնարարված եղել ճանաչելու Թալիաթին, որովհետեւ նա Պոլսում մի անգամ տեսել էր եւ աչքերը նրա հիշողության մեջ տպավորվել էին եւ որքան էլ Թալիաթը կերպարանափոխվել էր, վաճառականի տեսք էր ստացել, միևնույն է Իսահակյանը ճանաչում է նրան։ Եվ էլի շատ ու շատ հետաքրքիր դեպքեր կան, օրինակ երեխեքին շատ հետաքրքրում է յոգուրտի պատմությունը, որը էլի Իսահակյանի անվան հետ է կապված, երբ որ Ժնևում Պետրոս անունով մի մարդ մոտենում է վարպետին ու ասում է. «Պարոն Իսահակյանից մի քանի ֆրանկ տվեք եւ ես կհարստանամ ու ձեզ հետ կվերադարձնեմ»։ Եվ Պետրոսը որոշում է Ժնևում պատրաստել մածուն։ Հետո այդ մածունը անվանում է յոգուրտ։ Եվ հարստանում է եւ Ժնևում բացում է մի խանութ, որի վրա գրում է յոգուրտ Արարատ, ֆաբրիկանտ Պետրոս։ Պետրոսը եւ իր յոգուրտը հայտնի են դառնում ամբողջ աշխարհում եւ նա բերում է վերադարձնելու այդ մի քանի ֆրանկը Իսահակյանին։ Բնականաբար նա այլևս այդ գումարը հետ չի վերցնում։ Եվ էլի նմանատիպ շատ ու շատ հետաքրքիր պատմություններ կան, որոնք մենք ինքներս էլ որքան ուսումնասիրում ենք, այնքան նոր բաներ ենք բացահայտում։ Եվ վերջերս էլ մի շատ հետաքրքիր նախագիծ էլի արեցինք Իսահակյանը բիզնես գաղափարներում եւ բավական նրա ստեղծագործությունները դառնան բիզնես գաղափարի ոնց որ հիմք եւ շատ հետաքրքիր իմիջիայլոց ուսումնասիրություններ եղան մեր ուսանողների կողմից, որ իսկապես նրա ստեղծագործությունները կարող են դառնալ բիզնեսի հիմք, այ հենց մեկնուկիմ քաղաքի խելոքները, որը մեր ներկայացման մի հատվածն է կազմում, շատ հետաքրքիր լուծումներ էին տվել, թե ինչպես կարող է այդ հեքիաթը բիզնեսի հիմք հանդիսանալ, շուտով գիրքն էլ լույս կտեսնի եւ ավելի հասանելի կլինի ընթերցողին ու կծանոթանան նաեւ այդ կերպ Իսահակյանին։
Ինչ հետաքրքիր էր կոնկրետ բիզնես գաղափարի հետ կապված, որովհետև հիմա էլ եթե մտովի հետ ենք գնում ինչ-որ հեքիաթներ փորձում ենք իշեր կամ ինչ-որ ստեղծագործություններ, իսկապես կարող է բիզնես ենք տակտել։ իսկապես կարող է դառնալ։ Պիտի նշեմ նաև մի շատ կարևոր նախագիծ, որը իրականացրինք թանգարանում, հանդիպման լավագույն վայրը թանգարանն է ներառական ծրագիրը, այո, կապկու երեխաները դարձան թանգարանի մի մասը և թանգարանում նրանք սկսեցին բացահայտվել և կարողացան ներկայանալ։ Այսօր մենք ունենք նաև աշխատակից կամավոր, Գոհար Հարությունյանը մեր կամավոր աշխատակիցն է և մի քանի լեզվով կարող է էքսկուրսիա անցկացնել թանգարանում։ Այո, և դեռ շարունակվելու է հանդիպման լավագույն վայրը թանգարան նախագիծը և ներառականություն ունեցող երեխաների առջև լայն հնարավորություն բացեցինք, թույլ տալով նաև նրանց ինքնաարտահայտվել և աշխատանք ունենալ նաև թանգարանում։ Օրինակ լսողության խնդիր ունեցող երեխաները կարող են գալ և Այո, հասանելի է հասանելի է, այո, և նաև ֆիլմեր ունենք, որոնք սուրդո թարգմանությամբ են, էլի իրենց հասանելի են, շատ հաճախ են այցելում։ Թույլ տեսնողների համար էլ ունենք Սասունցի Դավիթ գորգը Սարեր մշակութային ընկերության հետ միասին հարմարեցված է նրանց, որ կարող են և լսել և շոշափելով պատկերացնել նաև գորգը։ Թանգարանը բոլորի համար է։ Այո։ Շնորհակալություն, ձեզ հաջողություններ։ Արետ կունենանք դեռ նոր տարում նորից ձեզ հանդիպել, նորից խոսելու Իսահակյանի թեմայով։ Մենք անցնենք առաջ։ Երաժշտություն։ Այո, գնանք լսենք երաժշտություն, վերադառնանք, մնացեք մեզ հետ, դեռ առավոտը դեռ կեսօր չի, մնացեք մեզ հետ, եթե դեռ շարունակելու ենք, գնացինք։ Իմ հոգու մեջ կա հանգիստ, ումարում է իմ մեջ ամեն ինչ, հավատում եմ, որ կաս իմ սրտում, դու վախուց ես այնտեղ բնակվում, առանց քեզ ես չունեմ թևեր, ամենուր քեզ ուզում եմ տեսնել, առանց քեզ կախավար ու ստվեր, պարզապես քեզ վախուց եմ սպասել, թող որ լինեմ կամի, սերս քեզ հասնի, թող քեզ շոյեմ գրկին, ու քեզ պարվի իմ հոգին, թող որ լինեմ կամի, ու սերս քեզ հասնի, թող քեզ շոյեմ գրկին, ու քեզ պարվի իմ հոգին, Ես պասում եմ վերադարձիր, կարոտում եմ քոչել նայվածքին, իմ մտքում ես ամեն վարկյան, և չկաս իմ խոհել են անձայն, աչկերում իմ գրված է սեր, եթարի ու քո շունչը ինձ բեր, տես երկինքը ինձ հետ հավասար, անձևում է, կորում է մի բար, թող որ լինեմ ու սերս քեզ հասնի, թող քեզ շոյեմ գրկին, ու քեզ պարվի իմ հոգին, թող որ լինեմ կամի, ու սերս քեզ հասնի, թող քեզ շոյեմ գրկին, ու քեզ պարվի իմ
քեշոյեմ կրկին ու քեզ տարվիմ հոգին թող որ դինեմ կամին ու սերս քեզ հասնի թող քեշոյեմ կրկին ու քեզ տարվիմ իմ հոգին Իդեպ Սևակ Ամրոյանը, Անդրեն Սուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը, ազգային երգիչ 2 նախագծի Անի Խարատյանը, Սամվել Մալոյանը, հայ սուպերստար 6-ի ֆինալիստներ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը եւ Մինասը, երաժիշտ Արմեն Զամուկաշվիլիի հետ միասին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայտնի Ալեքս համերգասրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նորովի ներկայացմամբ անմոռանալի պահեր կպարգևեն հանդիսատեսին երկար սպասված համերգի ժամանակ։ Տոմսերը կարող եք ձեռք բերել օնլայն Ticket Miket կայքից կամ զանգահարեք 818 265 0506 հեռախոսահամարով։ Իսկ հիմա ժամանակն է խաղալ մի խաղ, որը մենք շատ ենք սիրում։ Այո, եկեք խոսքը փոխանցենք մեր գործընկեր մարզիկ սննդաբան բոդիբիլդեր Մանո Բրուտյանին։ Բարի լույս իմ սիրելի հեռուստադիտող, այսօր եկել եմ նորից ձեր հարցերին պատասխանելու, իհարկե շատ շնորհակալ եմ, որ ինձ հարցեր եք տալի եւ հետեւում եք իմ հաղորդմանը։ Եկեք ստանանք այսօրվա հարցը։ Եթե ուզում ենք շաքարի կախվածությունից ազատվել, ստիպված ենք մրգից, առանց շաքարի ջրից, արմավից նույնպես խուսափել։ Շատ լավ հարց է։ Նայեք ժողովուրդ ջան, եթե մեր մարմինի մենք սովորացրել ենք շաքարին, այսինքն մեր մարմին անընդհատ պահանջում է, մի հատ սենց ձեզ մի հատ գաղտնիք եմ բացում։ Եթե դու կարող ես ընդամենը մի շաբաթ, շատ չեմ ասում, մի շաբաթ քո կյանքից հեռացրու բոլոր քաղցր համ դվող ինչ-որ մի բան։ Ինչ համար, բացատրեմ քեզի։ Երբ որ դու այդ խուրման, միրգը, բանը ամեն ինչ որ հեռացնես, մի շաբաթ դժվար անելու քեզ, չգիտեմ, ստրես, արդեն հոգեբանորեն այդ աշխատում քո վրա, զգուշ եղի, ոչ մի բան չլինի, ոչ մեկս չենք մահացել քաղցրը գդրելով։ Մի շաբաթ դիմանում ես, դրանից հետո մարմինդ հրաժարվում է քաղցր համից։ Այսինքն դու մի շաբաթ հետո, երբ որ կոբերանտ քաղցր ես դնում, արդեն դահաճ է թվում քեզ։ 3 շաբաթ հետո մաքրվում է քո մարմինը այդ ընդհանրապես այդ քաղցրի պահանջից։ Դրանից հետո, օքեյ, դրանք պետք են մեզ, կարա ստանաց մի կդոր, չգիտեմ, որը մի կտալ թեյի իհարկե ոչ թե վեդրոյով մեղրը օգտվենք, կարանք մրգերից օգտվենք ուտելուց հետո, կարանք խորմայցեր օգտվենք, ամեն ինչից, բայց էլի խորհուրդ եմ տալիս սոված փորին ոչ, հացից հետո։ Ուրեմն, լիքը մարդիկ կա, որ ասում են մեր մարմինին պետք է շաքար։ Չէ, չկա դենց բան։ Մենք լիքը մթերքներ ունենք, որ մենք օրական ուտում ենք, ինքը վերածվում է շաքարի։ Կարող է չգիտեք գնի բրինձը, գնի բանը, կարտոֆիլը, լիքը մթերքներ կան, որ իրանք վերածվում են շաքարի։ Այսինքն մեր մարմինը ինքը օրականը ստանում է։ Okay, չկա դենց բան, որ ասում են, ես ուտում եմ, որպեսզի ստրեսից դուրս գամ։ Դա ժամանակավոր հաճույք է։ Դա 20 րոպեի հաճույք է։ Այդ 20 րոպե լավ ես գալու, այդ դրանից հետո անգումը շատ ուժեղ է լինելու։ Դու սկսես ավելի շատ ստրես ունենալ։ Զգուշ եղեք։ Շաքարից ավելի բան չկա։ Մարդիկ ասում են սովորություն, ես ասում եմ կախվածություն։ Ինչ համար չես կարող թարգես, եթե սովորություն է, չէ՞։ Եկեք ճիշտ խաղանք այս խաղը, ու մնանք Մանոյի հետ։ Մենք վերադարձանք եւ շարունակենք մեր եթերը։ Հրաչյա Աճարյանի ծննդյան 150-ամյակը եւ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր իրադարձությունների 2026-2027 օրացույցում են արդեն։ Այդ առիթով մենք հյուրընկալել ենք Թամանյանի անվան ճարտարապետության Թանգարան ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանին, ում հետ կխոսենք Հանրապետության հրապարակի շինարարության մասին բոլոր մանրամասներից։ Բարի առավոտ։ Ես արդեն վաղուց Թանգարանի նախկին տնօրենն եմ։ Մեզ համար դուք միշտ տնօրեն եք։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք, որ առավոտյան մի քանի րոպե որոշել եք տրամադրել մեզ եւ մեզ հետ անցկացնել։
Միշտ նախկինում էլի առիթ եղել է ձեզ հյուրընկալելու եւ խոսելու այս թեմայով, ինչ հետաքրքիր ինֆորմացիա, ինչ հետաքրքիր փաստեր, ինչ կարող ենք պատմել մեր հեռուստադիտողին։ Գիտեք, ես կարող եմ պատմել ուրեմն այսպիսի մի բան։ Ամեն ինչ ճիշտ է։ Շինարարությունը սկսվել է 26 թվականին։ Բայց 1921 թվականին, երբ դեռ հրապարակը չկար, հունվարի 21-ին մահանում է Լենինը։ Եվ Լենինի մահվան կապակցությամբ բոլոր ուրեմն խորհրդային հանրապետությունների մայրաքաղաքներում արվում են սիմվոլիկ թաղումներ։ Եվ տեղեր կային, դա Երևանը չէր Փառք Աստծո, երբ որ դատարկ դագաղ են տարել, այդ դագաղը թաղել են, սիմվոլիկ ձևով նշանակելով, որ Լենինը թաղված է։ Մեզ մոտ մի կապսուլա այսպես ստեղծեցին, որի մեջ թուղթ գրեցին, որի վրա թուղթ դրեցին, որի վրա գրված էր, որ այստեղ կառուցվելու է Լենինի արձանը։ Եվ ուրեմն թաղեցին այդ կապսուլան։ Թաղեցին հենց այն տեղում, որտեղ հետո կառուցվեց Լենինի արձանը։ Այդ տեղը սկզբից ուղղակի այսպես մի փոքր ցանկապատ սարքեցին, ցանկապատեցին, հետո պատվո պահակներ կանգնեցրին, հետո այդ ցանկապատի մեջ ստելլա կանգնեցրին, որի վրա արդեն գրած էր, արդեն այդ ամեն ինչը քարից էր, որ այստեղ դրվելու է V.I. Լենինի արձանը, եւ այդպես էլ եղավ արդյունքում։ Երևի խորհրդանշական ձևով հրապարակը սկսվեց հենց դրանից։ Լենինի մահից սկսեց մեր հանրապետության հրապարակը։ Հանրապետության հրապարակի շինարարությունը ճարտարապետական առումով ինչ նշանակություն ունի մեզ համար։ Ահռելի նշանակություն ունի։ Ես չգիտեմ, դուք նկատել եք, որ այս վերջերս համացանցում շատ են հայտնվում հանրապետության հրապարակի գիշերային լուսանկարները, երեկոյան։ Գիտեք ինչի։ Ինչի՞։ Որովհետև երեկոյան երևում է միայն հրապարակը եւ չեն երևում այն հետևի մասի շենքերը, որոնք իրենց մասշտաբով փոխել են ամեն ինչ եւ ցերեկային ժամերին բավականին խանգարում են ընկալել հրապարակը այնպեսին, ինչպեսին որ այն կա։ Եվ գիտեք, այդ հրապարակը կառուցվել է ինչքան 26-ից մինչև 78 թվականը։ Եվ եթե հաշվենք Լենինի արձանի ուրեմն քանդերն էլ հետը, պարզվում է, որ բավականին երկար ժամանակ է անցել։ Այդ հրապարակում մի քանի ճարտարապետական ոճ կա։ Տարբեր շենքեր, չնայած շատ նման են իրար, բայց տարբեր ոճի են։ Եվ դա մի ամբողջ միասնական կոթող է, իհարկե, որի նշանակությունը մեզ համար շատ դժվար է գերագնահատել։ Կարող ենք ասել, որ ինքը իր տեսակի մեջ մեր հանրապետության հրապարակը իր կառուցվածքային առումով միջազգային ճարտարապետական մասշտաբով ինքը մրցունակ է եւ ինչ որ առումով նաեւ բացառիկ է, որովհետեւ ամեն դեպքում խտացնել մի հատվածում կառավարական շենքերը, ունենալ այնտեղ առանձին տարածք եւ միավորել հյուսիսային եւ հարավային պողոտաները, այդքան նաեւ կանաչ տարածություն։ Գիտեք ինչպես, իհարկե կարող ենք, մրցունակ է եւ վերջակետ, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Շատ հետաքրքիր ձևով հրապարակը նմանվում է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին, իր կառուցվածքով, իր մոտեցումներով, միևնույն ժամանակ չի էլ նմանվում։ Ինչ վերաբերվում է, այ դուք ասեցիք հյուսիսային եւ հարավային պողոտաները, այնտեղ կային բազմաթիվ պատմություններ, այդ թվում նաև Թամանյանը չգիտեր ինչ անել հրապարակի հյուսիսային մասի հետ։ Այ ինքը չգիտեր, օրինակ, թանգարանների հիմիկվա շենքը, քանդել թե թողնել։ Ու այդտեղ շատ լուրջ քաղաքաշինական խնդիր կա, որը ինքը մտածում էր ըստ երևույթին, ըստ երևույթին մտածում էր, որ ոչինչ,
ժամանակը կգա, հենց որ ժամանակը հասնի, ես կսկսեմ մտածել դրա մասին։ Հիմա դրա ժամանակը չի։ Եվ այդպես էլ չհասցրեց։ Եվ այդ մասի լուծումը արդեն պիտի տային հաջորդ սերնդի ճարտարապետները։ Եվ այդ մասի լուծումը տալը բաժին ընկավ Մարկ Գրիգորյանին եւ Սամվել Սաֆարյանին։ Սամվել Սաֆարյանը կառուցեց Արարատ տրեստի շենքը, որը կառավարության երկրորդն էր կամ ինչպես մենք ժողովրդի մեջ ասում ենք միդի շենքը։ Հա։ Այսպես երկու ուրեմն հայլանման շենքեր էին եւ դրանք ըստ էության ձևավորեցին արդեն հրապարակի մնացած մասը։ Պարզ էր, որ նույնատիպ շենքեր պիտի գային հարավից, եւ երբ որ դու ունենում ես այս 4 շենքի կառուցվածքը, 5-րդը պիտի լիներ դոմինանտ, կարևոր, եւ այդպես էլ եղավ։ Թամանյանը արդեն այդ վերջի շրջանում աշխատելիս նա կույր էր, գրեթե կույր էր, տեսողության խնդիրը կար։ Սա ինչ-որ կերպ, որևէ կերպ չի ազդել, իսկ այդ ինչով էր պայմանավորված, այսինքն նրան օժանդակող երիտասարդ ճարտարապետների գործունեություններ։ Գիտեք, Բեթհովենը իր կյանքի վերջի շրջանում խուլ էր, բայց ինքը կարողանում էր նույնիսկ ղեկավարել նվագախումբ, ոչ միայն գրել երաժշտություն։ Դա ֆանտաստիկ է։ Գրելը կարելի է հասկանալ, գլխիդ մեջ դա կա, դու ուղղակի գրի ես առնում այն ինչ որ կա գլխիդ մեջ։ Բայց ղեկավարել նվագախումբ, այդ Թամանյանը ղեկավարում էր նվագախումբ։ Հա, դրա համար իրան պետք չէր տեսնել, որովհետև ամեն ինչ արդեն կար այստեղ։ Իսկ քանի ճարտարապետ էր աշխատում բացի Թամանյանից։ Հետո ամբողջ ընթացքում եւ արդյոք ստացան, հա, ուրեմն տեսեք, Ալեքսանդր Թամանյանը, իր որդին Գևորգ Թամանյանը, ով որ ըստ էության կառուցեց կառավարության շենքը։ Մարկ Սամվել Սաֆարյան, ես արդեն ասեցի։ Մարկ Գրիգորյանը։ Մի րոպե, Սամվել Սաֆարյան։ Իր հետ միասին աշխատում էին Արևշատյանն ու Ռաֆայել Իսրայելյանը։ Մարկ Գրիգորյանի հետ միասին աշխատում էին Էդվարդ Սարապյանը եւ Լևոն Միքայելյան, կարծեմ, ես ներողություն եմ խնդրում, ես իր ազգանունը չեմ հիշում, արդեն 7 հոգի հաշվեցինք։ Այո։ Պլյուս ինժեներներ, պլյուս կոնստրուկտորներ, այնտեղ մեծ թիմ աշխատել եւ աշխատել են ճարտարապետների 3 սերունդ հրապարակի վրա։ Բայց ի վերջո ստացել ենք այն, ինչը Թամանյանը ինքն էր պատկերացրել։ Ես նոր ասեցի եւ կրկնեմ, Թամանյանը չէր պատկերացնում։ Հա, Թամանյանը ուներ շատ ընդհանուր, այսպես, աշխարհայացք, եթե կարելի ասել։ Եվ մտածում էր, որ ինքը կզբաղվի այս հարցերով, երբ որ գա ժամանակը։ Հասկանում եք, չէ՞, այսպես ընդհանուր առմամբ դու ունես պատկերացումը, դնում ես մի կողքի վրա, ժամանակը կա, ես քեզնով կզբաղվեմ, հիմա սպասի։ Իսկ այսօրվա ներկայիս տեսքը արդյոք փոփոխությունների ենթարկվել է։ Գիտեք ոնց, ես գիտեմ մի քանի ճարտարապետի ժամանակակից, որոնք բառացիորեն ինձ ասում են, այդքան դատարկ տարածություն քաղաքի կենտրոնում պիտի չլինի։ Մեր քաղաքի կենտրոնում դատարկ տարածություններ կա։ Հրապարակը։ Այնքան խիտ է ամեն ինչ իմ ոչ մասնագիտական աչքին։ Ես ասում եմ, էլի, ես գիտեմ մի քանի ճարտարապետ, որոնք այդ միթն են արտահայտել։ Ամեն անգամ, երբ որ դա ասում են, ես կատվածքի եզրին եմ ելնում։ Գիտեք, իհարկե փոփոխվում է, եւ փոփոխվում է, որովհետեւ դրա շուրջը աճել են բարձրահարկ շենքեր, որոնք իրենց ակտիվ ճարտարապետությամբ եւ գույնով եւ ազդեցությամբ սկսել են ճնշել հրապարակը։ Դա խնդիր է եւ ես մեծ հույսեր եմ կապում իշխանությունների հետ, որոնք ինչ որ ձևով այդ խնդիրը կդնեն։ Դա կդրվի այդ խնդիրը մասնագետների առաջ, որպեսզի մասնագետները սկսեն լուծել։ Այնտեղ ձևեր կան, գիտեք, օրինակ այդ հետևի շենքերի գույնը փոխել, որ այդքան ակտիվ չլինի։ Մոտեցումները փոխել, այնտեղ ճարտարապետական շատ հետաքրքիր լուծումներ կարելի է տալ։
Բայց եթե մասնագիտական, տեսանկյունից փորձենք գնահատական տալ կամ չգիտեմ, շատ շփվել եք տարբեր մասնագետների հետ, արդյոք Երևանը, մեր քաղաքը, այդքան հսկայական շենքերի մասին է, թե մեր քաղաքի դիմագիծը որպես այդպիսին ավելի կլորավուն, ոչ թե սուր շենքերի մասն է, որտեղ մի հատ բան ասեմ, օրինակ հյուսիսային պողոտայի շենքերը իրանք այսպես սրություն ունեն, եւ հրապարակի այդ կորությունը մի տեսակ զուտ իմ տպավորությունները։ Այդ անկյունների մասին խոսելիս, գիտեք, դա ճարտարապետական արվեստի մի ամբողջ ճյուղ է, թև է, ես չգիտեմ, ձև է, թե ինչպես կազմակերպել շենքի անկյունը։ Այ օրինակ տեսեք ներքին գործերի նախարարության շենքի անկյունն է շատ հետաքրքիր ձևավորված։ Նույն կառավարության շենքի տարբեր անկյուններն են հետաքրքիր ձևով ձևավորված։ Մենք ունենք ԱԱՑ-ի շենքի սուր անկյունը, որը այսպես լուծված է մի այլ ձևով եւ մի այլ ոճով։ Ցանկացած քաղաքում նման բաները կան, եւ դա ճարտարապետական արվեստի շատ հետաքրքիր մաս է։ Երբ որ դու ունես փողոցների ցանց, այսպես, եւ փողոցների ցանցը այսպես հատում ես հյուսիսային պողոտայով, ուզած չուզած անկյուններ, սուր անկյուններ են առաջանում։ Սուր եւ բութ անկյուններ։ Եվ այդ անկյունների հետ աշխատելը դա ցանկացած ճարտարապետի համար հետաքրքիր խնդիր է։ Բայց ամեն դեպքում ավելի բարձրահարկ շենքերի մասին է մեր մայրաքաղաքը, թե ավելի կոմֆորտ, փոքրիկ։ Հիմա բարձրահարկ թե ոչ։ 16 հարկը դա բարձր է թե չի։ Մեզ համար կարծում եմ այո։ Երևանի համար ինձ թվում է այո։ Բայց Երևանում կան բազմաթիվ 16 հարկանի շենքեր 70-ական, 80-ական թվականներին կառուցված։ Բայց մենք դրանք չենք տեսնում։ Հա, ավելի շուտ տեսնում ենք, բայց ուշադրություն չենք դարձնում։ Կամ նրանք մի փոքր ավելի ծայրամասերում էին գտնվում, ոչ թե կենտրոնում։ Չէ, ինչի, Մաշտոցի պողոտայի վրա կա, օրինակ, գիտեք, որովհետև քաղաքաշինական առումով այդ շենքերը շատ ճիշտ ձևով են տեղադրված։ Կետային ձևով են տեղադրված։ Հախուռն չեն։ Շատ չեն։ Քաղաքը պիտի մասեր ունենա, այո, որտեղ պիտի լինեն բարձրահարկ եւ շատ բարձրահարկ շենքեր։ Բայց եթե Եվրոպայում եւ Ամերիկայում կա սիթի կառուցելու գաղափարը, երբ որ բոլոր բարձրահարկերը տեղափոխում են ինչ-որ միտեղ, հա, եւ օֆիսային մեծ շենքերը կառուցում են հենց այդ տեղում։ Մեզ մոտ դա չեղավ։ Մեզ մոտ ստացվեց այնպես, որ կենտրոնի, փոքր կենտրոնի այս փոքր տարածքում հավաքվեց ամեն ինչ։ Դե ինչքան կարելի է ամեն ինչ հավաքել մի տեղում, հնարավոր չի։ Ես մի բացառություն գիտեմ, մի բացառություն դա բանն է, կանացի պայուսակն է, որտեղ կարելի է դնել ամեն ինչ եւ ինչքան էլ դնեք, այն կարելի է։ Բայց քաղաքը պայուսակ չի։ Այո։ Երևանի դիմագիծը տարիների ընթացքում շատ փոխվել է եւ փոխվում է եւ մեկ տպավորություն է լինում, որ Երևանում հավերժ շինարարություն է։ Հավերժ։ Ինչ որ մի օր գուցե գա, որ ասեն վերջ շինարարությունը ավարտվեց, այսքանն էր։ Այսինքն մեր քաղաքը անընդհատ կառուցվում է, թե դա բնորոշ է բոլոր քաղաքներին։ Բոլոր քաղաքներն են, աշխարհի բոլոր քաղաքներն են կառուցվում։ Ուղղակի պետք է հասկանալ, հա, մենք քաղաքի կենտրոնը պահում ենք որպես հին քաղաք, թե արդեն չենք պահել, արդեն այդ հարցը վերջացավ։ Ինչ որ մի մաս պահում ենք, որտեղ շինարարություն չենք անում, ինչ որ մի մաս պահում ենք, ասենք, չգիտեմ, բնակարանային շինարարության համար, ինչ որ մի մաս օֆիսային շենքերի համար, դա մեզ մոտ տեղի չունեցավ։ Մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Դե ես գիտեք նորից էլի ես հույս ունեմ, որ կգա այդ ժամանակը եւ շատ շուտ կգա, երբ որ հնարավորություն կլինի մտածել այդ ձևով, որտեվ այդ մտածելը նաեւ այդ մտածելու տակ պիտի փող լինի։ Հա։ Իսկ ինչպես եք վերաբերվում այն փաստին, երբ հին Երևանը ամբողջությամբ ավիրվեց եւ այնտեղ կառուցվեց նորը, այսինքն չպահպանվեց ոչ մի։ Չի ավիրվել։ Ինչ օրինակը ձեզ պահպանվեց։ Մենք կոնդ ունենք դեռ։
Դեռ, կարծում կոնդը միակներին չպահպանվեց։ Սարի թաղ ունենք։ Սարի թաղ ունենք, շատ հա, այո։ Նորքը ունենք, նորքի 5 յուղը ունենք։ Դրանք աստիճանաբար դառնում են գոհարներ, որոնք պետք է պահել, որովհետև իսկական հին Երևանը դա կոնդն է, ու մենք պիտի կարողանանք տեսնել կոնդի գեղեցկությունը եւ պահպանել են գեղեցկությունը։ Մենք հիմա չենք տեսնում։ Օրինակ, երբ որ հին լուսանկարներ ենք նայում, պարբերաբար հայտնվում են հին լուսանկարներ, համացանցում այնտեղ կարելի է հասկանալ, որ Երևանը մինչև թամանյանական շինարարությունը որոշակի ճարտարապետական ու պատմական ինչ-որ շերտ ամեն դեպքում ուներ։ Անգամ Հյուսիսային պողոտան կառուցելիս ինչ-որ բաներ։ Չէ, Հյուսիսային պողոտան կառուցվել է 2000 թվականներին։ Չէ, երբ որ քանդում էին արդեն եղած շենքերը, տակից ինչ-որ բաներ էին գտնում, ինչ-որ գտածոներ, կառույցներ եղավ։ Հանրապետության հրապարակի ժամանակ այդպիսի բաներ եղել են, թե չէ։ Իհարկե եղել են, որովհետև դա կառուցապատված, բավականին խիստ կառուցապատված տեղ էր։ Եվ գիտեք, ըստ էության ամեն ինչ հայտնի է ինչ էր հրապարակի տեղում։ Մանկապարտեզ կար, կինոթատրոն կար, Պտիշան կոչվող ռեստորան, բանի ջրավազանի տեղում, մի քանի երկհարկանի շենքեր, 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում կառուցված։ Եվ այսքանը։ Հա, իսկ հենց բուն կառուցելու ընթացքում ինչ-որ բաներ ավելի հին ժամանակներից հայտնաբերվել են, բացահայտվել են, կամ այդպես տեղեկատվություն եղել է։ Մենք չգիտենք ինչ է բացահայտվել։ Կարելի է ենթադրել, գիտեք, որ այդ շենքերը ուրեմն սկզբից պետք էր քանդել։ Այդ մանկապարտեզը, կինոթատրոնը եւ այլն։ Քանդելուց հետո այդ տեղը մնաց դատարկ։ Եվ գուցե այդ քանդված շենքերի տակը ինչ որ բան հայտնվի։ Նորից ես բավականին կասկածներ ունեմ, որովհետև այնտեղ ջրատար շերտը բավականին մոտ է մակերեսին։ Հա, այսինքն այնտեղ հին, այսպես հնագիտական շերտը այնքան էլ խորը չի։ Բայց այո, չի փորձվել, չի արվել, այո, շատ հետաքրքիր կլներ։ Իսկ շինարարության ժամանակ նախնական նախագծից շատ շեղումներ եղան։ Նախնական նախագիծ, գիտեք ոնց, հա, նորից էլի։ Եղել է ընդհանուր հայեցակարգ, այսպես ընդհանուր տեսակետ։ Այդ ընդհանուր տեսակետը անընդհատ փոփոխվել է։ Այսինքն շեղումներ եղան։ Լիքը շեղումներ եղան։ Օրինակ, հրապարակից դեպի հարավ, դեպի հարավային մաս, պետք է 3 այսպիսի ճուղային փողոցներ գնային։ Այս մեկը մենք գիտենք, Վազգեն Սարգսյանի փողոցն է։ Այս երկուսը չկայացան։ Այս մեկը չկայացավ, որովհետև ներես փողոցի այսպես ճառագայթի ամենավերջում կառուցվեց այսպես կոչված միլիմետրովկա շենքը, Կինո Ռոսիայի դիմացին, որը ուղղակի փողոց այսպես փակեց։ Վերջ, սա չկայացավ։ Սա հենց սկզբից էլ չկայացավ, եւ Արմենիա հյուրանոցը կառուցվեց արդեն ամբողջությամբ ու փակեց։ Իսկ գնայեք, ուրեմն փոստի շենքը, այնտեղ մեծ դալան կա այդ փոստի շենքում։ Այդ դալանը կառուցվեց, որպեսզի այդ փողոցը տեղի ունենա եւ դալանից հնարավոր լիներ տեսնել Արարատը։ Եվ հնարավոր էր տեսնել, մինչև այդ շենքերը չփակեցին։ Հա, հետաքրքիր է։ Իսկ եթե փորձենք գնահատել, հա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր միջոցառումների, հա կարևոր իրադարձությունների ցանկում կոնկրետ այս իրադարձությունը ներառել է, ինչ է սա նշանակում, որքանով է կարևորվում, ինչ է առհասարակ սա նշանակում։ Սա նշանակում է մշակույթի նախարարության լավ աշխատանք եւ արտգործնախարարության լավ աշխատանք, հա եւ
Ես գիտեք կուզենայի, որ սա մեզ ինչ-որ խնդիրների առաջ կանգնացներ, հա? Որ մենք սկսենք մտածել հրապարակի մասին, որ մենք սկսենք մտածել, որ հրապարակը ի վերջո ավարտուն ու հետաքրքիր կառույց է։ Ես շատ կուզենայի, որ դա առիթ դառնար, մտածելու տեղ դար։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ հաճելի զրույցի համար։ Իսկ մենք գնանք, դիտենք գովազդ, վերադառնանք ու շարունակենք մեր ուղիղ եթերը։ Պտտվենք աշխարհի շուրջը եւ այս անգամ կառնենք Եթովպիայում։ Գունառատ, տաք գույներով, այն ինչ մեզ աշնանային այսօրը պակասում է, գնացինք Եթովպիա։ Վերադարձանք տաղավար, բայց երկար չենք մնում, որովհետև ճանապարհորդությունից հետո առաջարկում ենք լսել երաժշտություն, նոր վերադառնալու շարունակել։ Վերադառնանք ու շարունակենք մեր երաժիշտ հյուրերի հետ մեր եթերը։ Ասում են կարճ է կյանքը, շուտ կմարի սրտի զարկը, բայց արևի տակ ծիրանի, երիտասարդ ու ծերունի, ահա կանգնած շարան, կձանձրանա, բայց արևի տակ ծիրանի, երիտասարդ ու ծերունի, ահա կանգնած շարան, կձանձրանա, ասում են քաղցր է կյանքը և անսահման երկնի հանք, բայց գրկի մեջ Հուրաստանի ծաղիկների դեմ գեղանի մարդիկ, ահա շարան, կզանձրանան, բայց գրկի մեջ Հուրաստանի ծաղիկների դեմ գեղանի մարդիկ, ահա շարան, կզանձրանան, ասում են խորն է կյանքը, լույս է համար երկնի հանքը, բայց կանչի դեմ ծիածանի, կամասների խորհրդալի, մարդիկ, ահա շարան, կձանձրանան, բայց կանչի դեմ ծիածանի, կամաստղերի խորհրդալի, մարդիկ, ահա շարան, կձանձրանան, ասում են նոր է կյանքը, միշտ կհնչի սիրո զանգը, բայց անգերաս առանց ցավի, սեղանի շուրջ հաց ու աղի, մարդիկ, ահա շարան, կձանձրանան, բայց աներաս առանց ցավի, սեղանի շուրջ հաց ու աղի, մարդիկ, ահա շարան,
կձանձրանան մարդիկ ահա շարան շարան կձանձրանան ահա շարան շարան կձանձրանան Վերադարձանք տաղավար, բայց էլի երկար չենք մնում, գնում ենք դիտենք գովազդ, հետո հյուրընկալենք մեր շատ երաժշտական հյուրերին։ Գովազդ Շանթի եթերում։ Վերադարձանք տաղավար, ինչպես խոստացել ենք, Հայաստանում է Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հուկին, նա Հայաստանում է երգեհոնային փառատոնի շրջանակներում, կայանալիք համերգների, կայացած համերգների մասին մեր հյուրերը կպատմեն։ Երգեհոնահար Ադրիան Հուկին եւ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն, փառատոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքյասյանը։ Թարգմանության հարցում այսօր մեզ կօգնի Անժելիկա Խաչատրյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Պարոն Սուքյասյան, սկսենք ամենասկզբից, պատմեք, թե ինչ փառատոն է, որ երրորդ անգամ է տեղի ունենում Հայաստանում։ Նախ շնորհակալություն Շանթ հեռուստաընկերությանը հրավերի համար, որքան հիշում, սա առաջին անգամ է, որ Շանթ հեռուստաընկերությունը անդրադառնում էր փառատոնին, որը ի դեպ երրորդն է։ Փառատոնը սկսել ենք 2022 թվականին եւ այս տարի յուրախություն մեծ եւ մեր երկրորդ երաժշտության սիրահարներին արդեն երրորդ փառատոնն ենք իրականացնում եւ հրաշալի երկրորդ ունենք այս տարի հրավիրված, այդ թվում նաեւ Ադրիան Հուկը։ Ամեն տարի ունենում ենք միջազգային երաժիշտներ, ովքեր միանում են փառատոնին։ Այո, բոլոր փառատոններին եղել են արտերկրից հրավիրված երաժիշտներ, ուղղակի այս տարի մենք հնարավորություն ունեցանք մի փոքր ավելի ֆինանսավորում ունեցանք, որի արդյունքում մենք կարողացանք ավելի բարձրակարգ երաժիշտներ հրավիրելու իդեմս Ադրիան Հուկին։ Ինչպես է գաղափարը հղացել, որ կազմակերպեք այսպիսի փառատոն, ո՞նց միտքը հղացավ երգեհոնի փառատոն ստեղծելու։ Իրականում միտքը մերը չի, միտքը Հայաստանի երգեհոնային դպրոցի հիմնադիր Վագն Ստամբոլցյանինն է եղել դեռ տարիներ առաջ։ Հենց նրա անունով էլ փառատոնը։ Այո, որտեվ ինքն է, որ Հայաստանում այսքան որ երգեհոններ կան, այսքան երգեհոնային, ուրեմն երգեհոնահարներ կան, այդ բոլոր այդ մարդիկ, այդ ժառանգությունը Վագն Ստամբոլցյանինն է եւ իր կենտրոնության օրոք, երբ որ մենք խոսում էինք, որ ցանկություն կա փառատոն իրականացնելու, իհարկե տարիներ շարունակ փորձում էինք իրականացնել, բայց 2022-ին նոր իրականացավ մեր երազանքը, բայց գաղափարը, ել եմ ասում, դեռ Վագն Ստամբոլցյանն ինքը փայփայում էր այդ գաղափարը տարիներ առաջ։ Պարոն Ադրիան առաջին անգամ է Հայաստանում եւ ինչպես ստացվեց համագործակցությունը Հայաստանում հայ երաժիշտների եւ նրա միջև։ Ինչպես բոլոր մնացած արտիստների պարագային, մենք ուղղակի նամակ գրեցինք հրավեր նամակ եւ Ադրիանը շատ ուրեմն պատրաստակամորեն ողջունեց մեր առաջարկը եւ աղա այսօր նա այստեղ է։ Բայց ինչպիսին են տպավորությունները Հայաստանից, հայ հանդիսատեսից։ What are your impressions from Armenia, from Armenian audience? For now, I can say not very much about this because I arrived this night at 4, so I only sleep a bit, and that's it. But I have this week time to learn about it. So Այս պահին շատ բան չեմ կարող ասել, քանի որ ժամանել եմ այս գիշեր, միայն շատ քիչ քնել եմ։ Մենք պետք է շատ լավ ենք զարա, շատ կարևոր է։ Բայց ես ունեմ մեկ շաբաթ ժամանակ եւ հուսով եմ կստանամ բառ տպավորություններ։ Բայց ինչ հա, Պարոն Ադրիանը ծանոթ է հայկական երաժշտությանը։ Do you know the Armenian music? No. But I will play, of course. But I will play, of course, some. Բայց անշուշտ կնվագեմ ինչ-որ գործեր։ Բայց ինչպես է ընտրել ինչա նվագելու, ինչա ներկայացնելու, այդ շատ հետաքրքիր է, ստանդարտներ կան։ Ստանդարտի խնդիրը չի, այսինքն մեզ մոտ կա ավանդույթ արդեն, բոլոր այսինքն 3 փառատոներին էլ հրավիրած երաժիշտներին
մենք փոխանցում էինք հայկական ստեղծագործություններ, ուրեմն երկիոնի համար, հիմնական հոգևոր երաժշտություն, եւ իրենք ընտրում էին այդտեղից եւ կատարում էին, այսինքն Ադրյանը եւս ստացել է այդ նոտաները, ես անկեղծ ասած այս բանը չգիտեմ թե որն է ընտրել։ Իսկ կարող ենք հիմա ճշտել։ Մեզ էլ է շատ հետաքրքիր, թե որ ստեղծագործություն պիտի նվագի Ադրյանը։ Which play have you chosen from Armenian plays to play here during your recital? That are some encores. So Armenians sent me some music from here, and I will play as a surprise for the audience. Some of that after the concert. Քանի լսարանից խոսեցինք, այ հետաքրքիր է ինչպիսին է արձագանքը հանդիսատեսի, որովհետև արդեն 3 տարի եղել է եւ անգամ համեմատելու հնարավորություն կա այս պահին։ Հանդիսատեսը շատ է, դատարկ տեղեր կան, արձագանքը ինչպիսին է։ Տեսեք, իրականում փառատոնի անցկացման գաղափարը ինչումն էր, այսինքն անհրաժեշտությունը եւ խնդիրը եկավ մի պահ, երբ որ Հայաստանում երկրային արվեստի հանդեպ կար հետարկության նվազում։ Կար հանդիսատեսի պակաս, կար վտանգ, որ երկրային դպրոցը կարող է դադարել գոյություն ունենալ եւ լավագույն լուծումը ուրեմն այդ մարտահրավերին դիմակայելու համարեցինք, որ փառատոնի իրականացնումն է։ Եվ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը օժանդակեց, իրենք եւս ուրեմն կիսեցին մեր անհանգստությունը եւ իրականացավ առաջին փառատոնը եւ պետք է ասեմ, որ մինչեւ առաջին փառատոնը երկրային համերգները անվճար էին։ Բայց լինելով անվճար, մենք 10-20% հանդիսատես, այսինքն հազվ էինք ունենում դահլիճում։ Փառատոնից հետո հետաքրքրությունը այնքան մեծացավ, որ անգամ այսօր, երբ որ փառատոնը մուտքը, այսինքն հանդիսատեսի եւ վճարովի է, մենք ունենք բացարձակապես լիքը դահլիճներ։ Անգամ մենք ունենում ենք համերգներ, երբ որ հերթեր են գոյանում, հանդիսատեսի հերթեր են գոյանում, այսինքն այդ շատ կարևոր խնդիրը փառատոնը լուծեց։ Պարոն Սուքիասյան, հետաքրքիր է նաև այն փաստը, որ փառատոնը կենտրոնացած չէր միայն Երևանի վրա, դա էլ շատ հետաքրքիր է նաև մարզերում եւ կարծում եմ սա նաև կրթական ոլորտ ունի։ Խոսենք նաև այս մասին։ Տեսեք, երբ որ խոսեցինք Վագն Ստամբոլցյանի մասին, իր ժառանգության կարևոր մասն է նաև այն, որ Հայաստանի տարբեր քաղաքներում իր ջանքերի շնորհիվ ուրեմն հայտնվեցին երգեոններ։ Եվ մասնավորապես Կապանում, Կապանի արվեստի դպրոցում եւ Չարենցավանում երաժշտական Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում։ Եվ բնականաբար փառատոնը հենց այդ քաղաքներում է իրականացնում իր մարզային համերգները, որտեղ որ կան ուրեմն նշված երգեոնները եւ ներողություն, այսօր Ադրյանը շատ ծանր օր է այսօր ունենալու, ինքն էլ գիտի այդ մասին։ Very difficult day for you. Որովհետև գիշերն եկել է, այսօր առավոտյան հիմա եկել ենք ձեզ մոտ եթերի, հիմա մի քանի ժամից մեկնում ենք Չարենցավան, որտեղ իր համերգը առաջին Չարենցավանում է հենց լինելու։ Հույս ունեմ կդիմանա եւ նաև հայ երաժիշտների հետ է, հա, ունենալու։ Անշուշտ եւ իր հետ մասնակցելու Հովհաննես Մանուկյանը, կոմպոզիտոր երգեոնահար։ Այո, իսկ մյուս քաղաքը արդեն ասեցի, որ դա Կապանն է, որտեղ եւս իրականանում են համերգներ։ Նախորդ երգեոնահարը եւս Չարենցավանում համերգ իրականացրեց մոտավորապես 20 օր առաջ, Ջոնաթան Սկոտը, այո։ Հետաքրքիր է նամակը ստացաք, հրավերը ստացաք, ինչ պատկերացումներ կային Հայաստանի մասին, ինչպես համաձայնեցի, որտեղ համաձայնելուց առաջ ամեն դեպքում տենց մտածել պետք էր։ Այ ինչեր կարդացիք, ինչ իմացաք Հայաստանի մասին, որ որոշեցիք համաձայնել եւ մասնակցել։ Well, receiving the invitation, what did you think about the invitation? What did you know about Armenia? You need to think a lot about receive this invitation, accepting it or not. What did you think about it after receiving the invitation to come to Armenia? Oh yeah, that is of course wonderful to play outside the Netherlands and to communicate with other people doing music, with music. That's one of the most beautiful things in life, I think. Հիանալի բան է նվագել Նիդերլանդներից դուրս եւ շփվել մարդկանց հետ, տարածել երաժշտությունը, ես կարծում եմ դա ամենահրաշալի բաներից մեկն է։ Արդյոք պարոն Ադրյանը այսքան տարիների փորձ, միջազգային մրցույթներ, բայց ամեն ելույթից առաջ ունենում է անհանգստություններ եւ ինչպես է այդ հաղթահարում։
How do you feel before being a winner of such concourses, having such prizes? How do you feel before every concert? Are you calm or no? I'm very calm before a concert normally, because if you do that different times a week, then it's a normal thing of your life. And you have a lot of experience on the moment, but there are some concerts that, of course, I'm a bit nervous. Ես սովորաբար հանգիստ եմ, քանի որ երբ որ նվագում ես, ունենում ես մի քանի համերգ շաբաթական, արդեն սովորում ես, հանգիստ նվագելու, բայց անշուշտ կան համերգներ, երբ որ ես մի փոքր նյարդայնանում եմ։ Եթե Հայաստանում երգեհոնի տարածման մասին խոսենք, երիտասարդ սերնդի մեջ ինչպես հետաքրքրություն սերմանենք, բնականաբար փառատոնը իր տեսակի մեջ արդեն իսկ որոշակիորեն հետաքրքրություն կարող է սերմանել, բայց գործիքի հանդեպ ինչպես գործիք, այսպես ասած, երիտասարդացնել։ Լավ հարց եք տալիս, եւ մենք դրա եւ լուծումն ենք գտել եւ արդեն արդյունքներն ենք վայելում։ Նախ պետք է ասեմ, որ նույն արտերկրից եկած երաժիշտները միշտ զարմանում են, որ մենք ունենք երիտասարդ հանդիսատես երգերային համերգներին, որտեղ իրենք սովոր են, որ այդ կարգի համերգներին Եվրոպայում ավելի միջին սերնդի, միջին տարիքի կամ ավելի բարձր տարիքի հանդիսատես է ներկա լինում, բայց պետք է ասեմ, որ երևանյան մասնավորապես համերգներին մենք ունենք երիտասարդ զույգեր անգամ, որոնք գալիս են եւ ուրեմն վայելում են այդ խաղաղ գեղեցիկ երաժշտությունը։ Իսկ ավելի մատաղ սերնդի, ավելի փոքր տարիքի երեխաներին ուրեմն դեպի երգերային երաժշտություն բերելու համար մենք ուրեմն նախաձեռնեցինք մի շատ հետաքրքիր նախագիծ, որը երևի թե աշխարհում միակն է երգերային հեքիաթներ անվանմամբ։ Եվ այստեղ մենք մեր երգերաները հեքիաթային կերպարներ են, փերիներ, թզուկներ, արքայադուստր, որոնք ուրեմն այդ հեքիաթի միջոցով ինտերակտիվ են, որում երեխաներին հարց պատած, երեխաները հայտնվում են այդ հեքիաթի մեջ, իրենք մասնակցում են այդ հեքիաթին, լսում են երաժշտություն երգերային, սկսած Բախից մինչև Հարի Պոտեր ու, ասենք, Վարդագույն Հովազ։ Այսինքն լայն շրջանակ երաժշտության, որ երեխաներին ավելի հաճելի եւ մաչելի լինի, եւ կարծում եմ դա մեծապես կնպաստի, որ փոքր տարիքից երեխաները սիրեն երգերային երաժշտություն եւ վաղը ձեր ասած հանդիսատեսի խնդիրը մենք այլևս չունենանք, ընդհանրապես ավելին ունենանք երգերային երաժշտությունը սիրող հանդիսատես։ Իսկ ունենք որոշակի տվյալներ, թե վերջին տարիներին որքան են այն փոքրիկ երաժիշտները, ովքեր որոշում են իրենց կյանքը երաժշտության հետ կապել, այ կոնկրետ զբաղվում են հենց երգեհոնահարի այս մասնագիտությամբ, այս ուղին են ընտրում երաժշտության։ Կոնկրետ թվերով չեմ կարող ասել, բայց պետք է ասեմ, որ կա շատ հետաքրքիր տենդենց ուշադրության երեխաների կողմից դեպի երգերային արվեստը, որի կարևոր վկայությունն է նաև այն, որ երաժշտական մասնավոր դպրոցներից մեկը գնեց երգեհոն իր դպրոցի համար եւ հենց այդ դպրոցում այժմ կա երգերային դասարան։ Այս այլ է խնդիր, չէ՞ որ բոլոր երաժշտական դպրոցները չէ, որ կարող են ունենալ այս դասարանը։ Այո, անշուշտ այս դեպքում ես պետք է իսկապես գովեստի խոսքեր ասեմ դպրոցի տնօրինուհուն, որը ինքը ներդրում անելով, որ երգեհոնայժան գործիք չի վերջին հաշվով, գնեց այդ երգեհոնը եւ ուրեմն երգեհոնային դասարան կա իր երաժշտական դպրոցում։ Որովհետև սա կարծես ջութակ չէ եւ սաքսոֆոն չէ, որ երեխաները իրենք էլ ծնողները գնեն եւ երեխաները գնան։ Իսկ եթե խոսենք առաջիկա թե փառատոնի շրջանակներում տեղի ունեցող համերգներից, թե առհասարակ ծրագրերից, ինչ ծրագրեր կան եւ նաեւ ինչ որտեղ փորձենք ամփոփել, թե ինչ է եղել 2026-ին։ 25-ին առաջ եւ ինչ է սպասվում 2026-ին։ Տեսեք, փառատոնը նախ փառատոնային համերգները մենք տարբեր տարիներին նվիրում ենք տարբեր կոմպոզիտորների, հոբելյանների կամ իրենց հետ կապում ենք կոմպոզիտորների հետ, մասնավորապես մեր բոլոր փառատոնները արդեն ավանդույթ է, սկսում ենք Կոմիտասի նվիրված համերգով։ Իսկ այդ փակման համերգը կապ ունի թե այդ տարին հոբելյանական ուրեմն տարի է։ Օրինակ անցյալ տարի մենք փառատոնը փակեցինք Ավետ Տերտերյանի նվիրված համերգով, այս տարի փառատոնը փակելու ենք Բախի 341-ի նվիրված համերգով, ընդ որում այդ համերգին նվագելու են միայն հայաստանցի երգեհոնահարները, եւ այդ ձեր ասած փոքր տարիքից ամենանոր այդ մի քանի տարի նոր սկսել են երգեհոն նվագել, մինչեւ արդեն կոնսերվատորիայի դասախոսներ։ Այսինքն այսպես լայն շրջանակ ենք ուրեմն ներկայացնելու հանդիսատեսին ներկայիս երգեհոնային հայկական դպրոցի։
Իսկ մասնակիցների առումով կարող եմ ասել, թե ովքեր են մասնակցել ուղղակի այս տարի, դե Ադրիանին արդեն ծանոթ եք, մինչև Ադրիանը, ուրեմն մեր հյուրն էր Բարսելոնայի Sagrada Familia-ի երգեհոնահար, ուրեմն Խուան դե լա Ռուբյան, ավելի շուտ անգլիացի հրաշալի երգեհոնահար Ջոնաթան Սքոթը, որը նույնպես Ադրիանի պես եւ համերգով հանդես եկավ եւ Երևանում եւ Չարենցավանում։ Իսկ մեր փառատոնը այս տարի արտերկրի երաժիշտներից փառատոնը բացեց Վենսան Ջիբուան, Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսավոր երգեհոնահար։ Այսինքն բավական լուրջ երաժիշտների շրջանակ ունեցանք այս տարի, որի համար շատ ուրախ ենք եւ մենք հիմա մի նշաձող ենք սահմանել ինքներս մեզ համար, որ արդեն մի քիչ ինքներս վախենում ենք այդ նշաձողը ոնց ենք պահելու։ Սա նաև լավ փորձ է երևի մեր երգեհոնների համար, քանի որ հա մաստեր կլասեր, փորձի փոխանակում եւ այլն։ Ձեզ մաղթում ենք հաջողություն, մաղթում ենք, որպեսզի Ադրիանը հիանալի համերգային ծրագիր ունենա եւ ել ավելի շատ ծանոթանա հայկական երաժշտությանը։ Marvelous recital to have a lot of success in Good luck. Մի խոսքով։ Եվ կարող ենք հեռուստադիտողին էլ հիշեցնել մոտակա համերգը։ Այո, այսօր Չարենցավանում, մասնավորապես եթե Չարենցավանում նայում են Շանթ հեռուստաընկերությունը, նայում են։ Այսօր ժամը 18:00-ին Չարենցավանի Արամ Խաչատրյանի համար երաժշտական դպրոցում հանդես կգա Անդրեան Հուկը եւ վաղը 19:00-ին արդեն Կամերային երաժշտության տանը։ Համեցեք, սիրով սպասենք։ Ձեզ հաջողություն ենք մաղթում լավ համերգային երեկոներ, իսկ մենք անցնենք առաջ գովազդ Շանթի եթերում։ Վերադարձանք տաղավար, այս պահին գնում ենք հայկական հետագծի հետքերով, տեսնենք մեր գործընկերը այս անգամ հայկական հետագծի թիրախում ում է պահել։ Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկերն ու գործընկերը, գործարար բուրժուազիայի ճարտարապետներից ամենաառաջադեմը, հայ բարեգործն ու առանձնահատուկ կյանքի դրամայի կրողը, միջազգային գործարար աշխարհում իր ինքնատիպ հայկական հետագծի ստեղծողը։ Այսօր մեր հետագծի ոսպնյակում Միքայել Արամյանցի աշխատանքային հաջողությունների ու անձնական կյանքի ձախողումների պատմությունն է բարի լույս։ Միքայել Արամյանցը հանդիսացել է 19-րդ դարի երկրորդ կեսի եւ 20-րդ դարասկզբի առաջատար նավթ արդյունաբերողը, բարերար Թիֆլիսի ազգային բարեգործական ընկերության հիմնադիրը։ Արամյանցը Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ եւ առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու, նավթը երկաթուղով ցիստերներով տեղափոխելու համար։ Միքայել Արամյանցի անվան հետ է կապված նաև Թբիլիսիի Մարիոթ հյուրանոցը, որը նա կառուցել է իր սիրելի նավի Մաժեստիկի նմանությամբ։ Արամյանցը եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն եւ նաև հովանավորը։ Աջակցել է Թիֆլիսի նշանավոր Արամյանցի հիվանդանոցի, ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի կառուցմանը, նվիրաբերելով 100,000 ռուբլի։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա ապաստաններ է կառուցել հայ գաղթականների համար։ Արամյանցը կորցրել է գրեթե ողջ կարողությունը խորհրդային կարգերի հաստատումից հետո։ Բախտի հեգնանքը սակայն այն եղավ, որ դարի մեծահարուստ հայ մտավորականը իր վախճանին հասավ ծայրահեղ չքավորության մեջ, զրկվելով հարստությունից ու դիրքից 1922 թվականին։ Միքայել Արամյանցը մահացավ սովի եւ աղքատության մեջ։ Նրա աճյունը իր տեղը գտավ հայկական խոջիվանքի գերեզմանատանը։ Ստալինյան ժամանակաշրջանում գերեզմանատունն ավերվել է, իսկ 1990-ական թվականներին գերեզմանատան տեղում կառուցվել է վրացական Սամեբա տաճարը։ Կատարված հողային աշխատանքների հետևանքով հարյուրավոր աճյուններ, այդ թվում եւ Արամյանցինը, ոչնչացվել են։
Միքայել Արամյանցի կյանքի մասին պատմող բազմաթիվ հոդվածներում, տեսանյութերում ու մարդկանց հուշագրություններում, նույնիսկ վավերագրական Արամյանց վեպում արտահայտված է մեծանուն հայի կյանքի դրաման, որպես ամենահանճարեղ ձեռներեցներից մեկը, որը հայ Թիֆլիսյան միջավայրի ու Բաքվի հայ մտավորականության հովանավորն էր ու հենարանը։ Այսօր քաղցրավենիքը թխեցինք, առողջ ապրելակերպից խոսեցինք, ինչ ենք բաց թողել։ Անգլերեն սովորելը։ Անգլերեն սովորելը։ Սոնա։ Good morning guys. Շատ եք հարցնում, ինչպես բարելավեմ անգլերենը, ինչ մեթոդներ օգտագործեմ։ Այսօրվա տեսանյութը հենց նվիրված է այդ հարցին։ 5 խորհուրդ, որոնց հետևելու դեպքում ձեր անգլերենը հաստատ կբարելավի։ Ուղղակի պետք է մի փոքր ժամանակ ու եռանդներ դնեք։ Ոնց անեմ խոսակցականս բացվի մի Սոնա, կարդում եմ շատ, վիդեոներ եմ նայում, բայց չի բացվում, սենց սիրուն չեմ կարողանում խոսամ։ Love isn't perfect. It isn't a fairy tale or a storybook, and it doesn't always come easy. It's about overcoming obstacles, facing challenges, fighting to be together, holding on, and never letting go. It's a short word, easy to spell, difficult to define, but impossible to live without. And of course, love is work, and it's realizing that every hour, every minute, every second was worth it because you did it together. Վերադարձանք տաղավար, հենց այսպիսի ժպիտներով էլ ձեզ ուզում ենք մաղթել, լավ օր։ Ստեսություն, կհանդիպենք վաղը։